Աշտարակ Սասունիկ ճանապարհին վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ դուրս գրվել։ Կազմակերպվել է 3 երեխաների տեղափոխումը Երևան լրացուցիչ հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ավտոբուսը երեխաներին ճամբարից ստանում էր Կարին գյուղ էքսկուրսիայի։ Ժամեր առաջ Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը։ Սևանի ժամանակ ջրասուզակը այսօր ժամը 9:30-ի սահմաններում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել է 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են նրա 13-ամյա քրոջ մարմինը գտնելու նպատակով։ Վանաձորում բնակվող քույրերին որոնում են հունիսի 15-ից։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն նրանք հասարակական կազմակերպություն գնալիս են եղել։ Փորձել են ճանապարհը կրճատել ու անցել են գետի խողովակի վրայով։ Ականատեսների խոսքով մի քույրն ընկել է ու սկսել խեղդվել, մյուսը փորձել է օգնել ու ինքն էլ է հայտնվել գետում։ Մի քանիսն էլ լսել են, որ գետի մոտից մեկը գոռում է. «Մամա ջան, օգնեք»։ Տեղում աշխատող փրկարարները նշել են, որ գետը սովորականից ավելի վարար է։ Որոնողական աշխատանքներն անգամ բարդացել են դրա պատճառով։ Երկու օր տևած որոնումների ընթացքում լոռի են ժամանել տարբեր մարզային վարչությունների փրկարարներ, ջրասուզակներ, բազմաթիվ կամավորներ ու տեխնիկա։ Խաղային ոլորտը Այսուհետ սոցիալապես անապահով քաղաքացիներին կարգելվի օգտվել օնլայն խաղատներից։ Ազգային ժողովը այսօր երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է падգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, ըստ որի սոցիալապես անապահով, մասնավորապես նպաստներ ստացող, կենսաթոշակառու եւ սնանկության գործընթացի մասնակիցներին արգելվում է օգտվել օնլայն խաղատներից։ Օրենքը վերաբերում է նաեւ բարձր պարտքային բեռ ունեցող քաղաքացիներին։ Նախագծով առաջարկվում է ներդնել երաստիճան պաշտպանության համակարգ, արգելափակելով չլիցենզավորված կայքերը, սահմանափակելով դրանց ֆինանսական գործառույթները եւ խստացնելով գովազդի նկատմամբ վերահսկողությունը։ Ադրբեջանական վարչակարգը շարունակում է վերացնել Արցախի պատմական հուշահամալիրները։ Այս անգամ ոչնչացվել է Ասկերանի Աստղաշեն գյուղի Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ահազանգել են պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։ Հուշարձանը կանգնեցվել է 2012 թվականին։ Ոչնչացվել է նաև հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Այսօրվանից Կիևյան կամուրջը փակ է լինելու հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը։ Երթևեկության կարգավորման նպատակով որոշ ավտոբուսներ կփոխեն իրենց հիմնական երթուղին։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար, հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Այսօր մինչև ժամը 17-ը Մցխեթա Ստեփանցմինդալարս մայրուղու Մլետա Գուդաուրի հատվածում արգելվում է բեռնատարների երթևեկությունը։ Ճանապարհը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։ Այս ամենը պայմանավորված է Մցխեթա Ստեփանցմինդալարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգմամբ։ Ռուսաստանի Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելարուսի Գոմել քաղաքի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, որը մեկնում էր Գելենջիկ հանգստի, հայտնել է մարզպետի պաշտոնակատարը։ Հարվածի հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող կինը։ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով հիվանդանոց է տեղափոխվել 7 տուժած, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Իսրայելը ԱՄՆ-ից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժվել է, հայտնել է Channel 12-ը հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աղբյուրների փոխանցմամբ Իսրայելը մինչև այժմ չի տիրապետում Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրի բոլոր մանրամասներին, այդ թվում Իրանի միջուկային ծրագրին եւ բարձր հարստացված ուրանի պաշարների վերացման հարցի լուծմանը։ Ավելին Թել Ավիվը դեմ է իր զորքերի դուրսբերմանը Լիբանանից, թեև դա նախատեսված է հուշագրով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ցախալը կմնա Լիբանանի անվտանգության գոտում։ Նա նշել է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, իրեն կհարձակվեն նրանց վրա իրենց ամբողջ ուժով։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է $300 միլիարդ արժողությամբ մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, հայտնել է Reuters-ը։
Այդ գումարի ավելի քան կեսը արդեն իսկ ապահովված է ներդրողների հստակ պարտավորություններով։ Հիմնադրամը պետք է տնտեսական խթան կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Ֆինանսական նոր մեխանիզմը չի ենթադրում պետական բյուջեի կամ դրամաշնորհների օգտագործում։ Բոլոր միջոցները կհատկացվեն բացառապես մասնավորից, որպես ներդրողներ լինելու են ընկերություններ ԱՄՆ-ից, Պարսից ծոցի երկրներից, Ասիայից, Հարավային Ամերիկայից եւ Աֆրիկայից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը դեռևս լիովին ձևավորված չէ, բայց այն, ինչին արդեն հաջողվել է հասնել, չափազանց կարևոր քայլ է։ Լիբանանից նահանջ չի լինի ոչ ուրբաթ եւ ոչ էլ ուրբաթից հետո։ Մենք պահպանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների լիարժեք ազատությունը Լիբանանում, ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։ Մենք կմնանք հարավային Լիբանանում, կխորացնենք մեր ներկայությունը այնտեղ։ Քանի դեռ Հեզբոլլահը զինաթափված չէ, մենք այնտեղ կմնանք երկարաժամկետ հիմունքներով, այնքան տարի, որքան անհրաժեշտ կլինի, նշել է Սմոտրիչը։ Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան, հայտարարել է Իրանի զինված ուժերը։ Սիոնիստական ռեժիմը 84 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ավարտի մասին հայտարարելուց հետո վերջին 2 օրվա ընթացքում։ Եթե Իսրայելի բանակը չդադարեցնի իր գործողությունները, ապա պետք է ակնկալի կոշտ պատասխանի Իրանի զինված ուժերից, ասվել է հայտարարությունում։ ԱՄՆ Տեխաս նահանգում երեքշաբթի գիշերը փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել եւ բռնկվել թռիչքուղուն մոտենալիս։ Ոստիկանության հաղորդմամբ ինքնաթիռում եղել է 6 մարդ, որոնցից մեկը զոհվել է։ Վիրավորներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որոշներին տեղափոխել բժշկական կենտրոններ։ Հանդուգն կողոպուտ է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում։ Հանցագործներն ամբարձիչը մոտեցրել են բանկի գրասենյակին եւ պատից պոկել բանկոմատը։ Ոստիկանությունից հայտնել են, որ ամբարձիչը նույնպես գողացված է եղել։ Կողոպտիչներն այս քայլին դիմել են հանուն մի քանի տասնյակ հազար ֆունտի։